Այսքան անուշ օրերիս մեջ հոգիս ինչու երկինք տենչած, միշտ խռոված ինքս ինձնից, հոգիս հավերժ երկինք տենչած, սուտ ու խապկան կյանքիս երթում, ես չգտա փրկության ափ, էլ ուր այսքան ինձ խափեցի, երբ որ հոգիս երկինք տենչած։ Երբ հայացք ենք գցում դեպի անցյալ ու հետ ենք տալիս հայկական կինոֆիլմերի տեսաերիզները, մտածում ենք միգուցե կյանքի գույներն ու երանգները ուղղակի մարդկային երևակայություն են կամ հորինվածք։ Բայց արի ու տես, որ երիտասարդ զույգի սերը կարող է այնպես ամուր լինել, որ անգամ տարածությունը խոչընդոտ չհանդիսանա սրտերն իրար կապելու համար։ Այսպիսի գեղեցիկ ու հավատարիմ սիրո պատմություն է Գուրի Եթեր Ավետիսյանի ու նրա տիկնոջ Սիլվա Սիփանուհու կյանքի պատմությունը, որը սկսվել է դեռևս ուսանողական տարիներից։ Ով կկարողանար պատկերացնել, որ Հայաստանից Օձունից երիտասարդ Սիլվան հասներ Ախալքալակի Տուրցխ գյուղ ու այնտեղ կառուցեր օջախը, ունենար 8 երեխաներ։ Մինչ օրս նրա սրտում վառ է սիրելի ամուսնու Գուրի Եթերի հանդեպ ունեցած սերն ու նվիրվածությունը։ Այսօր մեր տեսաֆիլմը դարձյալ նվիրում ենք Սիլվա Սիփանուհուն։ Շնորհակալություն, որ նորից ձեր հյուրն եմ եւ ես սիրում եմ ձեր եթերները։ Ու դրսից մշտապես ստանում եմ զանգեր, որ իրենք ուզում են, որ ես միշտ լինեմ ձեզ հետ ձեր կողքին ու հանդիպեմ ձեր եթերներում։ Գուրի իմ ձերքի տակ է բանաստեղծի ստեղծուն վարքի գիրքը, այս գրքի պատասխանատու խմբագիրը ես եմ։ Եվ ես ինձ այնքան երջանիկ եմ զգում, որ այս գիրքը ես եմ խմբագրել, ընտրել եմ այն գործերը, որոնք ես շատ եմ սիրել։ Բոլորը ընտրանի են, ես միշտ եմ ասելու, որ Գուրի Եթերի ամեն մի գրած բանաստեղծությունը արձակ, չափածո, քառյակ, հոգևոր մտքերը բոլորը բարձր կարգ են եւ ընտիր ու ընտրանի են։ Ահա իմ սկիզբը, որ գրել եմ ես, Գուրի Եթերը տիեզերական մեծ ու շռայլ, շքեղ ու արևի պես ջերմ բանաստեղծ է, հզոր բանաստեղծ, Վահան Սաղաթելյան արձակագիր։ Մի մարդու մեջ երկու մարդ ու երկուսն էլ պարտված, նախ կատարյալ ծնող եղիր, հետո ասա որդի ունեմ։ Հարևանս հարուզ լինի գանձով, ոսկով, ես գանձից թանկ իմ ձագերով։ Գրականությունից մտա կյանք եւ կյանքից գնում եմ գրականություն, գրել է բանաստեղծը։ Արվեստը բոլորինն է արևի լույսի նման։ Գուրի Եթերը հայկական Օմար Խայամն է, Էմմա Գրիգորյան բանասեր։ Շատ խոր արմատներ ունեն նրա ազգային գործերը։ Միջ փակվել աչքերիս, փրկիր ցեղս թուրք խաչից, տեսնեմ մարդուն մեղքից զարկված, ու նոր մեռնեմ հայր Աստված։ Գուրի Եթերը մեծ փիլիսոփա էր։ Իմ համեստ կարծիքով Գուրի Եթերը մեր ժամանակներու մեծագույն հայ բանաստեղծն է։ Բարեր չունեմ, Գուրի մեծության դեմ կփոքրանամ, կթելադրեմ, որ բոլորդ քանի անգամ մկարդակ, բանաստեղծ Ռազմիկ Արաբյան, Ամերիկա, Գրենդել։ Ես Գուրի Եթերի չեմ կշտանում Էդիկ Կուրեղյան բանասեր։ Այո, ու այսպես մշտապես սա վերցել եմ ես ուղերձների երկու գրքերից, միշտ եմ ստանում ուղերձներ, որ գրում են Գուրի Եթերի վրա եւ այդ ուղերձները վերջ չունեն։ Ապրեցի երրորդը վաստակելու համար, ես չեմ ծնվել եկել եմ, ես չեմ մահանա կհեռանամ, ահա բանաստեղծի խոսքերը։ Մարդու մեջ որ գիծն է, դուր գալիս ասեմ, որ բարությունը, խիղճը, սերը, անկեղծությունը, խեղճին ընկածին տեր լինելու շնորհքը պիտի լինի ամեն մարդու մեջ։ Ոչ թե պետք է ուզել, այլ պետք է թողնել քո գրածները, քո գործերը, լավ անունը, տուն կառուցիր, երեխա ծնիր, ծառ տնկիր, թող խիղճդ, սերդ ու գնա։ Ոչ ոք դեռ ոչինչ չի տարել այս աշխարհից ու ոչինչ չի տանելու։ Եվ չենք էլ կարող տանենք, միայն բարի անունը, սերը, բարությունը կմնա։ Ապրելով Վրաստանում նա չի դադարում ապրել ու շնչել իր հայրենի եզերքներով։ Մտերիմ լինելով մեծն Շիրազի հետ, իր մեջ եւս վառ է ու վսեմ հայոց աշխարհի ճակատագիրն ու անցածուղին։ Նրա հավատքը այնքան մեծ է առ Աստված, որ հույսը չի կորցնում տեսնելու իր երազած հայրենիքն ու մարդկությունը։ Հայաստանս տեսնեմ խաղաղ, արևմտյան Հայաստանս, Արցախս, Արարատներս էլ տուն դառնան ու հզորանա իմ ազգը, կորուստներս հետ տան մեզ, մեր սուրբ հողերը, ահա իմ երազանքը, ծովից ծով Հայաստանս եմ ուզում, ահա իմ նվիրական երազածը, որ խնդրում եմ Հիսուսից։ Իսկ Գուրի Եթերը այսպիսի խոսք ունի, Շիրազը իր 8 երեխաներին կտակել է Մասիսները, Արարատը, Սիսը, իսկ ես իմ 8 երեխաներին կտակում եմ ամբողջ արևմտյան Հայաստանը։ Դավաճանությունից, մատնությունից, կորցնելուց եմ վախենում, կորցնելուց։ Մենք ինչքան զոհեր տվեցինք, մեր ջահել ջիվանները ուր են։ Եվ ես միշտ
հաց կտրելիս այդ հացը ինձ համար լեղի է լինում, քանի որ նրանք զոհվեցին մեր այսօրվա խաղաղ կյանքի համար, կորցնելուց են վախենում, ուրիշ ոչ մի բանից։ Երջանկությունը պետք է ամեն մարդ փնտրի ու գտնի իր մեջ։ Խաղաղ լինի մեր մոլորակը, ազգս, տունս, սեղանից մի կտոր հաց լինի ու տան ճրագը զվար մնա։ Առողջ լինեն երեխաներս ու թոռներս, դրանից լավ երջանկություն էլ որտեղ կլինի, առողջ լինի իմ ազգը, խաղաղ լինի աշխարհը։ Սա է ամենամեծ երջանկություն, թե չէ ամեն ինչ ուտելով չի չափվում։ Հոգևոր ծնունդի պակաս ունենք, ոչ միայն հայ ազգը, այլև բոլոր ազգերը, հոգևոր ծնունդի պակաս, իսկ շատ մարդիկ վազում են փողի հարստության ոսկու հետևից ու հիշեցի այս գրածս երեք օր քարյակներից գրքիցս հիշեցի, ճանճ ու ոչիլ նույն ամանում խաշվեցին, օձ ու կարիժ նույն ամանում դաղվեցին, կյանքն ու մահը իրենց խորհուրդը ունեն, հարուստ աղքատմի փոսի մեջ թաղվեցին։ Հարցազրույց ունեցանք նրա թոռնուհու հետ։ Երիտասարդ աղջնակը եւս քաջատեղյակ էր տատի ու պապի պատմությունից, նրանց գրվածքներից ու սիրով խոսեց նրանց մասին։ Իրականում շատ մի քիչ բարդ հարց տվեցիք, որովհետև երկու բառով բնութագրել նրան շատ դժվար կլինի ինձ համար, թերևս, բայց կփորձեմ այնուամենայնիվ մի քանի բառով բնութագրել։ Ըստ իս նա շատ ուժեղ կին է, որովհետև ունենալ 8 երեխա, գալ ապրել մեր ջավախքում շատ դժվար էր, բայց սերը այնուամենայնիվ հաղթեց, երևի աստվածային սեր էր, որովհետև Աստծուց է տրվում ամեն ինչ մարդուն, եթե Աստված չուզենա, դու չես կարող նույնիսկ քար առնել եւ կողքի դնել, ուր մնաց նվիրել քեզ ամբողջովին, ամբողջ մարմնով, հոգով, գիտակից եւ անգիտակից աշխարհով նվիրել ջավախքին, նվիրել ամուսնուն եւ երեխաներին։ Սա խոսում է ուժի մասին, մարդկային ուժի եւ երևի կնոջ ուժի մասին, որովհետեւ կանայք ավելի ուժեղ են ըստ իս, քան տղամարդիկ իրենց բնույթով։ Հա, պապիկիցս կասմունք եմ, որը իդեպ երիտասարդ տարիներին, երբ նոր են սիրահարված եղել տատիկս եւ պապիկս, նվիրել այս բանաստեղծությունը պապս տատիկիս եւ հիմա դրան կասմունք եմ։ Երբ նեղ ընկնես, կանչիր ինձ, կգամ, ապրելուդ համար իմ շունչն էլ կտամ, երբ բոլոր մարդիկ դավաճան դուրս գան, երբ նեղ ընկնես, կանչիր ինձ, կգամ։ Եվ բոլորին մաղթում եմ, բոլոր նոր սերունդին, նոր երիտասարդներին մաղթում եմ, որպես ունենան այսպիսի սեր, երբ նեղ ընկնի, իր սիրեցյալը գա, անմիջապես գան, եւ բոլորին մաղթում եմ, որ ունենան ոչ թե ֆիզիկական սեր, այլ հոգևոր սեր, որպեսզի կարողանան ապրել այս աշխարհում եւ ընտանեկան դժվարությունները կարողանան հոգևոր սիրով հաղթահարել եւ ոչ թե այն սիրով, որը հրապուրում է եւ մի քանի տարի կամ ամիս հետո անցնում։ Օրերս աղոթքներ առ Աստված, կամ չկամ, ինչ նոր բան կփոխվի, թե դեռ կամ երկերս են մեղավոր, թե չկամ, դա գործն է արարչի։ Օրերս թրջում են հավքի պես, իմ հավքը տան ճամփաշ չհիշի, կարող է գալ, համոզել, իմ սիլվա ճամպրուկը թավաքիր, բայց դե չէ, իմ հավք դեռ չգաս, ութնյակս ինձնով են լուսավոր, գործերս կիսատ են ու խրթին, գործերս ավարտ եմ աղոթքով։ Իմ կապը Աստծո հետ երբեք չի կտրվի ու չի էլ կտրվել։ Իմ սերը դեպի Հիսուսը հավերժական է եւ այստեղ եւ կշարունակվի վերևում։ Վկա իմ սիրո աղոթագիր գրքերս, մահ չկա գիրքս, դերևս կիսատ է դեպի լույսը վերին գիրքս։ Ես առավոտյան եւ երեկոյան իմ աղոթքներով կիսվում եմ ամենազոր Հայր Աստծո հետ, Սուրբ Հոգու հետ եւ Քրիստոսի ու Տիրամոր հետ։ Միս զանգում են եւ հարցնում են, որ երբ պետք է տպագրվի գրի եթերի հայոց Աստվածաշունչը։ Բայց ես դեռևս չեմ շտապում, քանի որ նրա գլուխ գործոցը Սև աղվեսն է, պետք է տպագրվի Սև աղվեսը, հետո նոր ես դառնամ հայոց Աստվածաշնչին։ Բայց բանասեր Արբատի խոսքը լեզվաբան գրի եթերի մասին։ Խոսել Աստծո հետ եւ վիճել նրա հետ կարող են շատ քիչ մարդիկ։ Այսինքն նրանք, ում մեջ արթուն են առողջ միտքը եւ ամուր հավատքը։ Այդ արժեքը կա գրի եթերի ստեղծագործություններում։ Իսկ մինչ այդ նշված հատկանիշին հանդիպում ենք մոտ 1000 տարի առաջ նարեկացու երկերում։ Սիրենք, գնահատենք ու կարդանք նոր հազարամյակի կյանքի բանաստեղծին։ Սիրենք արժանի կերպով, այսինքն անսահման սիրով, հիշատակն արդարացնող
օգնությամբ եղիցի մեծ գուրի եթեր։ Վերջերս եմ գրել նաև այս խոսքերը, թող մարդիկ դառնան դեպի Աստվածաշունչը, որ կարողանանք ապրենք, որ կարողանանք փրկվենք չարից, որ այսքան երկրաշարժ, ջրհեղեղ, ավտովթարներ չլինեն։ Գիտությունը դեռևս հեռու է գիտական Աստվածաշնչից։ Սիլվա Սիփանուհու ու Գուրի եթերի ստեղծագործություններն այսօր գրավում են ընթերցասեր հասարակության ուշադրությունը, եւ նա ձգտում է ավարտին հասցնել Գուրի եթերի անտիպ ձեռագիր աշխատությունները։ Գնամ տեսնեմ թագավորիս են վերում, խղճիս սիրուս փարավորին են վերում, ասեմ Հիսուս, բուժիր մարմինս հոգիս, որ մի օր գամ, մոտդ ապրեմ վերևում։ Գնամ, վերում լույսը ինձ է սպասում, Աստծո մեծ տան հույսը ինձ է սպասում, Քրիստոսը իմ նոր ծնունդը կնքեց, մեծ սրբերի դատը ինձ է սպասում։